Երեխեք, այսօր մենք բաբլսում ենք։ Այսօրվա թողարկման ընթացքում դուք կլսեք մենեջերն եկավ մի րոպե խոսենք հետո։ Գնաց մենք եկեք։ Ողջույն։ Բարոյց։ Ուլալա։ Very игристое настроение, very champagne настроение։ Այո, այսօրվա թողարկման ընթացքում ուտելիքներ փորձարկելուն զուգահեռ մենք քննարկելու ենք մի թեմա։ GPT-ն այլի մեզ օգնել կհասկանա կանոնից։ Friendship in adulthood։ Որովհետև մենք արդեն ինչ ես անում։ Մերսի։ Անպայման, մերսի շատ։ Երեխեք, ես ես կոշտու կրուտոյ ռասկաժу։ Եմ ասում, այսօր սաղորը քայլում եմ ու մտածում եմ կանացի էներգիայի փոխանակման մասին։ Փոխանակման։ Հա, ինչքան սիրուն երևույթ է դա առհասարակ։ This is very cute. Մերսի շատ։ Մերսի։ Ոնց։ Կրեման դե բորդո։ Կրեման դե բորդո դու ես։ Ասեմ որ բաժակները շատ սիրուն են։ Եկեք, cheers անենք։ Երեխեք։ Մի րոպե, մի հատ էլի մենք միշտ կենաց ենք ասում այն։ Երեխեք, եկեք նշենք մեր YouTube-ի առաջին 160 դիտումը, 12 հետևորդը։ Շատ է։ Եկեք կենացի կանենք այդ կապակցությամբ։ Երեխեք ջան, ուրեմն գնանք ներս, որպեսզի տեսնենք ինտերիերը, հասկանանք ինչ սիրուն բաներ կա ներսում։ Գնացինք։ Քանի դեռ մեր ուտելիքը բերում են, էլի։ Բինգո ենք բռնել, քանի որ ներսում ոչ մեկ չկա, երեխեք ջան։ Ինչ շատ ա դուր գալիս։ Երեխեք, ինձ խնդրում այս պատը մոտ մոտիկից նկարենք։ Երեխեք բորը ինչ սիրուն է։ Երեխեք, ստեղ էլ հայլիկա եկեք բոլորով նկարվենք։ Որտեղ հայլիները այնտեղ մենք։ Քանի որ այս չայստը իմն է, մենք հիմա գնում ենք ուսումնասիրենք you know where։ Հա, մետ խնդրում եմ։ Բարև ձեզ։ Look at this։ Now ես έτσι կկանգնեմ, типа что это такое? Ребят, теперь внимание сюда. Нет, внимание сюда. Պահի վերև։ Երեխեք, շատ կայֆ է։ Մենք եկեք հիմա գնանք նաև ձեզ ցույց տանք մյուս զալը։ Հիմա ցույց եմ տալիս ձեզ ներքևի հարկի զալը։ Ջուրիկա բայց շատ պուպուշ է։ Երեխեք սեղանները շատ են դուրս գալիս, որտեղ ահա որ ույուտնի են։ Երեխեք, ով ունի բալիկ, պուպուշիկ, իրաց համար կա փոքրիկ սեղանիկ։ Աղմկոտ Երևանի փողոցներից մեկում, Մոսկովյան կոնկրետ, նստած քննարկում ենք կանացի էներգիայի փոխանակումը։ Ուրեմն ես չգիտեմ ինչքանով է լսվել, բայց ասում եմ այսօր սկզբում օրվա, որ թեման սկսվել է նրանից, իմ մոտ այսօր մտքերը ծագել են նրանից, որ այսօր մի քանի դեպք պատահեց ինձ հետ, կանանց հետ interaction-ի, երբ տենց սիրուն էներգիա փոխանակվել եղավ եւ այլն, ու ես այնց բոժը մո ինչքան սիրուն երևույթ է, երբ որ տղամարդկանց հաճախություններից զատ կանայք են իրար գնահատում լավով, կարծիք են հայտնում, իրար աջակցում են։ Այսօր անցնում էի փողոցով, մի հատ կին իր շունիկի հետ քայլում էր, ասենց շատ լավ էներգիա էր էլի։ Եղեք, էներգիան շատ կարևոր է։ Այդ կնոջ ասենց նայեցի, ժպտացի, ինքն էլ ինձ ժպտաց, ասենց մենք իրար հասկացանք։ Ինքան հավեսա։ Վաշի իդեի, վաշի միտքի։ Լիքը կարծրատիպ էր, հենց կապված այս թեմայի հետ եւ այլն, որ աղջիկների մեջ այդ անկեղծությունը շատ քիչ է, շատ պակասում է, շատ տխուր եմ իրականում այս ամեն ինչը ասում, բայց դրա համար ինձ թվում է մենք ավելի շատ ենք գնահատում այդ ամեն ինչը։ Օրինակ դու ասում ես, որ այդ դեպքը քո հետ եղել է ինչ որ Արտասահմանյան կնոջ հետ, չէ՞։ Հա, սփյուռքահայեր իրականում, իրանք ավելի բաց են արտահայտում կարծիք։ Կարող են այդ ամեն ինչը արտահայտել, իսկ Հայաստանում շատ դժվար է մարդ вообще դիմացինին կոմպլիմենտ անում։ Ես օրինակ հաճախ կոմպլիմենտներ անում եմ տենց դրսում, երբ որ անում եմ տարիքով մեծ կանանց, չգիտեմ ինչի, նո տղամարդկանց եւս պապիկների լինում է, բայց ինձ ավելի շատ արել են կամ օտարազգիներ, կամ երիտասարդ, ավելի շատ մեր հասակակիցներ։ Ինձ ավելի շատ մեծ տարիքով կանայք իրականում։ Ինձ թվում է, չգիտեմ, իրենց մոտ ավելի հեշտ է։ Դե որովհետև այդ տարիքի մարդիկ իրոք ուրիշ են, ու եթե հիմա տատիկներին է նայես կամ նույն տիպը մի քիչ մեծ մարդկանց, իրանք ավելի հեշտ են արտահայտվում։
ու իրանք քանի որ ոնց որ իրանք մոտ չնայած իրանք թվերին էլ է եղել այդ girlhood վիճակը ու ավելի լավ է Բայց ավելի սահմանափակին էր եղել դրանք ամեն ինչում։ Այսինքն, նայ, հիմա դու կարաս քո համար սիրուն հագնվես եւ այլն, ու դու ասես ես այս ամեն ինչը արել եմ իմ համար։ Իսկ այն ժամանակ, երբ որ դու եղել ես մի քիչ սիրուն խնամված եւ այլն, մի քիչ ավելի ուրիշ ձևով են այդ ամեն ինչը անցել։ Զգեստ Stradivarius վզնոց ոսկու շուկա Սոֆին է նվիրել կնունքիս թևնոցներս նվիրել եմ կոլեգան այդ առանձին պատմությունա ես դրա մասին կպատմեմ անշուշտ ականջողերս վերնիսաժ պիջակս հետո կերևա էջենտեմ պայուսակս շեյն թեմու խապեցի տենց Այս շորերի կեսը իմը չի։ նորից ասա էլի Պիջակը papaինս է։ Ինչպես տեսնում եք ռազմերներից, յուբկան մայրիկինս է։ Վադալասկան գնել եմ 3 մեր վպուսկի համար Զարինայից։ Այնպես նալ Բոթասներս Adidas։ նասկիները տել Urartu Urartu, պայուսակը Stradivarius դրսում է։ Մատանիս մի հատը, չգիտեմ, New Yorker երևի հա։ Էսը ոսկու շուկա, papas ոսկերի չէ երեխեք։ Բարև ձեզ, ես էս վիպուսկին ինչ-որ քիչ եմ երևում։ Մենք մի քիչ տեղափոխվեցինք։ Հա, երեխեք, ես էսօր պրոստը ցոթը Zara եմ հագել։ Շալվարս Zara, մայքս Zara, կուրտկես Zara, կազակներս Zara, նասկիներս չգիտեմ։ Urartu, եթե չգիտես։ Это тоже Zara. Ժամս Time, Casio. Սա այն որ Սարաներ նվիրեն, եթե կհիշեք։ Առաջին էպիզոդում այս վերնիսաժի Թիֆլիսի վերնիսաժից եմ առել։ Մյուս ականջողերս պրոստը ոսկու շուկա։ Sophia, could you please bring the camera? Я не знаю, It's что сказать. Չեմ սերվանտը։ Սեչվանդ։ Տատիկի շուշեղեն է այստեղ։ Բայց շատ սիրուն է։ Երեխեք, мне нравится. Գիտեք ասեմ ինչն է դուրս գալիս, որ даже несмотря на то, что пространство маленькое, չգիտեմ խեմ ռուսերեն խոսում, կներեք հայերեն։ Մեր լսարանը հայախոս է։ Կներեք։ Да несмотря на то, что Չնայած նրան որ Չնայած նրան որ տարածքը շատ փոքր է, ամեն մանրուք պրոստը մտածված է, ես համաձայն եմ։ Okay, մենք որոշել ենք, որ մի առանձին էպիզոդ հատկացնելու ենք առհասարակ ընկերության մասին խոսելուն, կանացի ընկերության եւ այլն, բայց այս էպիզոդում կուզենք թեթև անդրադարձ կատարել դրան, շեշտ դնելով հենց girlhood էլեմենտի վրա, թե ոնց է մեր ընկերության ձևավորման ժամանակ դա դրսևորվել, ոնց է մեր կապը առհասարակ ձևավորվել, որպես աղջիկ մենք ինչ աջակիցներ ենք իրար համար, ինչ դեր ունենք միմյանց կյանքում եւ այլն։ Ես իրականում ունեմ իմ շրջապատը sense լավ ստացվել է, որ այդ վրա ասում էքստրա է, դրա շնորհիվ ինչ որ ահագին լայն է ստացվել, ու ես ունեմ ընկերուհիներ շատ տարբեր զանազան իրավիճակների համար, տարբեր էմոցիոնալ վիճակների համար եւ այլն։ Ու այս երկու անձնավորությունը, որ այստեղ նստած են, իրանք իմ հետ են արդեն 4 տարի։ բոլոր իրավիճակների համար։ Բոլոր իրավիճակներում ինձ տեսել են, բոլոր իրավիճակներում կողքից եղել են, ու դա ինչ է, եթե ոչ girlhood-ի ապացույց։ Monsieur Aznavour is with us. Բաժայեմ։ Առաջի կուրսից մինչև 4-րդ կուրս ես իրոք մտածել եմ այն մասին, որ մենք ամեն աստծոր տեսնում ենք ու ամեն աստծոր տեսնում ենք մեր տարբեր բնավորությունները, տխրություն, ուրախություն եւ այլն, ու ոնց որ մենք sense արդեն fully գիտենք ինչ սիտուացիայում ով ինչ ձևի կարող react անի, դրա համար այդ իմ համար շատ մեծ պլյուս է, որ մենք ամեն օր տեսնվել ենք ու գիտենք իրար ու տենց տեսել ենք, այդ շատ պլյուս է, որտեղ մեզ դրա համար է հիմա հեշտ տեղ Կարծիքը ասա մեր մասով որպես ընկերուհիներ ու girlhood-ի ինչ sense bond ես նկատում մեր մեջ, որ տենց շատ ավելի ամուր է դարձնում մեր կապը որպես ընկերներ։ Իրականում, քանի որ դե համալսարանում ենք ծանոթացել, ոնց որ ամեն օր իրար տեսել ենք եւ այլն, այդ ամեն ինչը եղել է շատ sense обыденный ու այն որ համալսարանից հետո մեր այս հանդիպումները շատացել են այս ֆորմատով ինձ ավելի շատ է այս ամեն ինչը դուր գալիս, այն առումով, որ ուրիշ տեսանկյունից ենք սկսել իրար բացահայտել, sense ավելի թեթևացած եւ այլն։ Այսինքն մենք երբ որ գալիս ենք sense նստում ենք, չենք խոսում օրինակ դրա մասին, թե վայ այս դասից էս են տվել եւ այս պետք է անենք, այն պետք է անենք։ Խոսում մեր աշխատանքից, մենք գիտենք, որ այս ժամանակը տրամադրում ենք նրան, որ մենք պրոստը լիցքաթափվում ենք միասին
ու իմ համար կոնկրետ այսօրը որ մենք պետքա միասին անցկացնենք, շատ ցենց թեթևության հետ է ասոցացվում։ Որ համալսարանի կոմպոնենտը դուրս է եկել մեր ամենօրյա կյանքից, մեր շփումը ավելի դարձել է ինչ, մեր ընկերությունը դարձել է ավելի իրական երևույթ, որովհետև փորձվում է այլ կարևոր этаպներով կյանքի, այլ կարևոր հանգամանքներով, քան ուղղակի իրար հետ ամեն օր կապ ունենալ, զուտ համալսարանով կապված։ Իմ համար օրինակ շատ կարևոր բան է, երբ որ ինձ լսում են։ Շատ ճիշտ ասեցիր։ Երեխեք, իմ ամենակարևոր ֆակտը, կարելի է տենց ասել մարդկանց մեջ, սկիլը կամ ոնց են ճիշտ ասում, գիծը, հմտությունը մարդկանց մեջ, այդ այնա, որ իրոք մարդը կարողանում է լսի, որովհետև բոլորը չեն, որ դու իրենց ինչ-որ մի բան պատմում ես, անգամ դաշը կարող է դուրեկան չլինի այդ պատմած բանը, կամ ինքը դեմ լինի, կամ եւ այլն, ու մարդ ունակալ լսելու հետ իմ համար շատ կարևոր է։ Իսկ իրանք կարում են լսեն։ Մամ, բան ենք նկարում կզանգեմ, հա։ You can just having the time of your life. See that girl. Ինձ շատ է դեզում, օրինակ մենք տենց որ հավաքվում ենք երեքով, նախ ես սիրում եմ, որ մենք իրար support ենք անում, հետ արդեն ասեցինք, որ ինչ-որ սենց սիրուն ես կալուկ եւ այլն, բայց մենք ունենք տենց օրեր, որ պրոստը ասում ենք, երեխեք ինչ եք հագնելու այսօր, եկեք այսօր սիրուն լինենք, օրինակ այսօր, ինչ-որ տենց կաբլուկներ եւ այլն, կամ հա, bubbles vibe, կամ ինչ-որ մի հատ ուրիշ օր, որ ասում ենք երեխեք այսօր սովորական եմ, սպորտիվ եմ բան, ու մենք այդ բալանսը մեր մեջ պահում ենք։ Կանացիությունը վերջո միայն կաբլուկների ու տենց շորիկների մասին չի, այդ հոգեվիճակը, այդ զգացողությունը, որ դու քեզ քո աղջիկ վիճակում շատ լավ ես զգում դրական, հաշտ ես ինքդ քո հետ, քո ապրումների, էմոցիաների, այդ հորմոնալ ինչ որ խառը վիճակների եւ այլն։ Ինձ շատ է դուր գալիս այս համադրությունը։ Ուրեմն մեզ խոսացել Ելակ, էին դեղցով եւ պրոշուտոյով աղցան, բայց այստեղ կան նաեւ ելակ հետարքեր էլեմենտներից, դե ռուկլան խոստացված էր, 1000-ը խոստացված էր, համեղա, ոչ խոստացված։ Չէ, շատ իրոք դուրս գալիս է համադրությունը։ Դուք կարող եք մենակ կանաչին լինի, մեզ խոստացել է։ Եվ էս ելակա փորձում ենք երեխեք իրանց կրիվետկաների պոպկորնը ու ես տեսել եմ ուրիշ բլոգերների մոտ, որ իրանք շատ են գովում ես ու ասում են, որ շատ համով է։ Cheers երեխեք։ Հեսա մի բան կասեմ։ Cheers։ Այդ փորձեմ։ Очень вкусно։ Այդ քաղցրակծող արոմատը ասենց շատ լավ է համադրվում, չգիտեմ, ահա լավն է։ Հա։ Մեր կոկտեյլը Կիր Ռոյալ, մի քանի կաթ հիլ սեփաղարջի լիկյորով եւ շամպայնով իսկական։ Ապրեք, հենց այդ ուզում կասեին։ Երեխեք, բայց զատո նայեք Սարայի ականջի մոտ ինչ սիրուն է մի րոպե։ Ես ուզում եմ ասել, որ այստեղ շատ լավ երաշտական սապրավաժդենյա կա։ Random։ Այդ որ բաժակը վերցրում եմ, ուզում եմ ասել, երեխեք եկեք նկարենք, ուզում եմ ասել, այստեղի մյուզիկը շատ լավն է, ու սենց գնաց Ես բաժակը։ սկսեցի չտեսա ոնց եմ գալ։ Շատ համով էր, չոստրի մոյել է։ Երեխեք, այս կաթերջի 5 րոպե առաջ թարմացրել են ու բերել են ինձ նորը, այդ очень мило։ Լոգովի ինչ-որ տոչկաներ, կետեր առանձնացնեմ, թե ըստիս ինչով է, որ մի քանի կետով պայմանավորված այդ կանոցի հաստատուն էներգիա։ Ուրեմն առաջին պարտադիր պայմանը այն է, որ դու չունենաս նախանց քո մեջ։ Դու լինես անկեղծ ու չունենաս նախանց, որտեղ երբ որ դու ունես մի գրամ նախանց, այդ որ ասում են, աղջիկների մեջ ընկերություն չկա, իրանք տեսել են այդ նախանց աղջիկների օրինակներ, որտեղ երբ որ այդ նախանձը մի գրամ առկա է, բլում է, չի դառնում, բլում է։ Չէ, անկեղծ Ոնց որ բլեց Սարայի կոկտեյլը։ ինքն աղացում էր մյուս կոկտեյլներ։
Երկրորդ կարևոր կետը, որ դու իրոք կարողանում ես տեսնել դրականը, որտեղ երբ որ ֆիքսվես ինչ-որ վատ բաների վրա, բոլորս էլ ունենք ինչ-որ բացասական էլեմենտներ, կարա օրվա տրամադրությունից, վիճակից կախված, մեկի մի ունքը ծուռ լինի, միտքը բացասական լինի եւ այլն, բայց այդ էական չի, երբ որ դու կարողանում ես դրականը տեսնել, ոնց որ այսօր փողոցում անցնող սփյուռքահայ տիկինը ինձ տենց տեսավ ու вообще չի ճանաչում, բայց տենց սիրուն խոսեց, всё այդ ուղղակի իր մասին էր խոսում, այդ իմ մասին չէր, այդ իր մասին էր, թե ինքը ինչքան բաց է, ինչքան անկեղծ է, նախանց ընդհանրապես չկա, ինչի համար вообще կարա լինի, ու թե ինչքան ինքը կարողանում է դրականը նկատել։ Ու այդ կանացի էներգիան, որ sense բխում է, ու դու sense ստանում ես, այդ շատ կարևոր է։ Երբ որ դու հաշտես ինքդ քո հետ որպես իրական սեռի ներկայացուցիչ, այսինքն երբ որ դու որպես աղջիկ քո հետ հաշտես Գնացում ուտելիքը։ Ուտելիքը 10-ից միլիոն։ Ես չեմ սիրում ծովամթերք, ծովի հետ կապված ինչ-որ լյուբոյ բան։ Ինչ էր անում։ Կրիվետկաներ, հայերեն, կներեք կրիվետկա հայերեն ոնց, հա։ Ծովախեցգետին։ Էդի Հա, խեցգետինը ռակնա, ծովախեցգետինը, մերսի։ Она мне не доверяет. Կներես։ Ты на армянском не умеешь разговаривать. Աղ չունի։ Я умею всё. В общем, Հա։ ահա որ համով էր։ Դդմիկով կրեմապուրը շատ համով էր։ Սալատի համադրությունը աղի ու քաղցրի վերջն էր։ Չգիտեմ, երեխեք լուրջ եմ ասում, ատմոսֆերան այնքան է դուրս եկել, որ նոր երեխեքին է ասում, որ իմ համար այնքան կարևոր չի ուտելիքի համը, ինչքան ատմոսֆերան, իսկ ստեղ թե ժողովուրդը, սթաֆը, թե իրանց ընդհանուր ատմոսֆերան, էներգետիկան եւ այլն ինձ շատ դուր եկան։ Ուտելիքը երեխեք ստավը էլ չասեմ, պրոստը չգիտեմ ինչ ասեմ, սենց ավելի։ 10-ից միլիոն։ 10-ից իմ favorite-ը այդ ծովախեցգետնով popcorn-ը, երեխեք եկեք այդ must have for must try, must have, must eat, must everything in bubbles. Այդքան գնացի։ Երեխեք պլյուսներ եմ դնում, Սոֆին գործ է անում, դրա համար պրոստը ինքը էլի արագի մեջ ասեց։ Երեխեք շատ համաձայն եմ։ Մենակ ասեմ, ես սնկով ապուրն եմ փորձել, դդմիկով չէր իմը, սնկով ապուրն էլ իդեալական էր, մի քիչ աղի էր, բայց մնացած բոլոր առումներով ամեն ինչի տակ պլյուս եմ դնում, ստորագրում եմ։ Ճիշտ ասած փորձեցի նաև իր դդմով ապուրից, հրաշալի էր ուղղակի, վրայի դդումները իդեալն է, ծովախեցգետինը ֆանտաստիկ, աղցանը ընտիր, ու հյուրասիրությունները համեղ, վերաբերմունքը, չգիտեմ, անմոռանալի դրական եւ լավ։ Ասենք շատ պուպուշ, երեխեք, չգիտեմ, ստաֆը ընտիր, տեղը ընտիր, միջավայրը ընտիր, երաժշտություն, ատմոսфера и так далее, еда, very вкусно. Это банно, երեխեք, пятница меня հաղորդում էր։ Еда, я люблю тебя. Как хорошо, что ты моя. Еда, я люблю тебя. Բաբոսը գնացում եմ 10-ից 10։ Ինչևէ, ասածս ինչ էր, որ ես 10-ից 10 հազվադեպ եմ գնահատում, ուրեմն պետքա իմ համար ուտելիքը շատ կարևոր է, պետքա լի սենց մատներ թե կուտես այդ այնց համով, ինտերիերը լինի շատ սիրուն, վերաբերմունքը սերվիսը շատ կարևոր է, լինի շատ պուպուշ, հոգատար եւ այլն, այստեղ այդ բոլորը օրկո են, մի քանի երնեք մի տեղում է դա очень приятно։ Մեր եւ Բաբոսի կենացը։ Այո, Բաբոս ջան, ձեր կենացը։ Okay, See you soon. հաջորդ շաբաթ, ուղիղ մեկ շաբաթից հաջորդ թողարկմանը։ Ciao, 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 ciao.